Ժողովուրդ օրաթերթը հայտնում է, որ գործարար Սամվել Կարապետյանին Արմանվիր քրեակատորական հիմնարկից անակնկալ կերպով ԱԾ մեկուսարան են տեղափոխել։ Ըստ օրաթերթի տեղափոխելու պատճառը եղել է բանտարկյալների շրջանում հասունացող բունտը։ Մասնավորապես դատապարտյալ Արման Առաքելյանը, որը հայտնի է Գոջի մականունով եւ բանտում է գտնվում Ռուսաստանում ադրբեջանցի սպանելու համար, որոշել է հացադուլ սկսել հենց Արմավիրի բանտում՝ ի պաշտպանություն բարերար Սամվել Կարապետյանի, գրում է թերթը։ Լրատվամիջոցը շեշտում է, որ Առաքելյանի որդիները եւս ներկայումս անազատության մեջ են Էջմիածնում 22-ամյա Պարքև Հակոբյանի սպանության քրեական գործի Մերձևանում տեղի ունեցած սպանության դեպքով առնվազն կատարող իմաստով դեպքը բացահայտված է։ Այս մասին հայտնել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ Սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձևանում Փարաքար համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում դիմակավորված ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, գրակահերթ հարձակել եւ հեռացել։ Միջադեպի հետևանքով սպանվել է Վալոդիա Գրիգորյանը եւ ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Վալոդիա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողն ասել է, որ պատճառը 2025 թվականի փետրվարի 5-ին տեղի ունեցած դեպքի վրեժխնդրությունն է եղել։ Ինքը մտերիմ է եղել Գրիգոր եւ Նարեկ Օհանյանների հետ եւ իր կարծիքով իր ընկերը սպանվել է Վալոդիայի մտերիմների կողմից եւ այդ ամենի մեջ մեղադրում է Վալոդիա Գրիգորյանին։ Ասել է ՔԿ նախագահը, նշելով, որ ընթացքում շուրջ 100 անձի նկատմամբ իրականացվել են օպերատիվ հետախուզական բազմաբնույթ միջոցառումներ։ Հայ հեղափոխական դաշնակցությունը դիմել է դատարան ընդդեմ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ԿՊ պատգամավոր Լուսինե Բադալյանի եւ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի։ Տեղեկություն այս մասին հայտնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակը։ Կուսակցությունից նշվում է, որ այս անձինք ՀՅԴ հասցեին հնչեցրել են զրպարտիչ եւ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ։ Մասնավորապես Գևորգ Պապոյանը օգոստոսի 21-ին իշխանական armtimes.com-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՀՅԴ-ն պատերազմի կողմ է եւ մեղադրել է կուսակցությանը 2020 նոյեմբերի 9-ին գիշերը կառավարության շենք ներխուժելու եւ գույք գողանալու մեջ։